Ասել Տիկին Խաչատրյան, ընտրություններին 15 րոպե մնաց, ինչ կմոտենա ավարտին, ինչպես եք գնահատում այս ողջ ընթացքը, ինչպես նաև ձեր թեկնածուի շանսերը արդեն ամփոփիչ է, ինչպես եք գնահատում։ Քիչ մնաց, արդյունքները քիչ հետո մի քանի ժամից բոլորս կիմանանք, արդեն շանսերն էլ պարզ կլինեն, բնականաբար ինչպես առաջին օրվանից մինչև այս պահը ես շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը, հավակնությունները մեծ են, տեսնենք ոնց կլինի արդյունքները։ Ընտրությունների ընթացքը տարբեր կերպ է ընկալվել, առանձնապես շատ խոշոր որպես այդպիսին ընտրախախտումներ չեն եղել, մասնավորապես ես մեկ դեպքի եմ եղել լուրջ ընտրախախտման, որը ուղիղ եթերով եմ տեսել, ինչը տրամադրում է կենտրոնական ընտրականը բոլոր տեխնացուների շտաբերին մեկական հնարավորություն համակարգից տեսնելու բոլոր տեղամասերի ընտրությունների ընթացքում ես նկատեցի վստահված անձին քվյախցում եւ դրա հետքերով գնացել եմ տվյալ տեղամաս, ինչը նաեւ տեղում ֆիքսել եմ, ինչի մասին մամուլը արդեն իսկ տեղյակ կա։ Տիկին Խաչատրյան, քարոզարշավի ընթացքում եւ արդեն այսօր ընտրության օրը հնչած մտքերի մեջ, այսպես ասած, փոքրինչ տարակուսելի է, ընթացքը, որովհետև նայեք, օրինակ դուք չեք բացառում, որ հնարավոր է կոալիցիա կազմեք ՔՊ-ի հետ, բայց նույն ՔՊ-ի թեկնածուն այսօր երբ ընտրություն կատարեց եւ դուրս եկավ, ասաց, որ չի կազմելու կոալիցիա, մենք հենց Հանրապետություն կուսակցության մասին էինք հարցնում, բացառում է եւ նշում է, որ միանձնյա ստանձնելու է։ Այս դեպքում էլ եթե օրինակ ՔՊ-ի թեկնածուին անհրաժեշտ լինի ձայներ քաղաքապետ դառնալու, դուք պատրաստ եք տրամադրելու։ Ես բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, այսօր վաղը ու քանի կա Հանրապետություն կուսակցությունը քաղաքական դաշտում քանի մեր քաղաքական կուսակցության ընթացքը գնում է, ես բացառում եմ երբևէ որևիցե ձև կոալիցիոն համագործակցություն մերձդաշնակա քոչարյանական ուժերի հետ, մնացած քաղաքական ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք բանակցությունների, եթե դրա անհրաժեշտությունը կա, բայց ինչպես սկզբում նշեցի, այս ընտրություններին մենք նույնպես գնում ենք բացարձակ հաղթանակի հավակնությամբ ու ես կարծում եմ, որ եթե քաղաքական ուժը վստահ չէ, որ միգուցե նաև ինքը պետք է ի սկզբանե վստահ լինի, որ ինքը գնում է հաղթանակի։ Եթե ինքը այդ վստահությունը, այդ համոզմունքը առնվազն իր մեջ չունենա, չեմ կարծում, որ ինքը քաղաքական ուժ կոչվելու իրավունք ունի, ինքը ցանկացած մարդ պետք է գնա հաղթանակի։ Արդյունքները, կոալիցիաները քննարկվում են հետո արդեն ընտրությունների արդյունքներից։ Նորից եմ ասում, Հանրապետություն կուսակցության գոյության ամբողջ ընթացքում ես պաշտոնապես ունեմ այդ լիազորությունը այդել, որոնք մերձդաշնակա քոչարյանական որևիցե ուժի հետ այսօր եւ ապագայում բացառում են որևիցե կերպ համագործակցությունը։ Ինչ միջադեպ էր եղել ընտրատեղամասերից մեկում համացանցում եւս տարածվել էր, որտեղ ասում եք տեղը չեք բերում, որ սև որ կբերեմ, ինչ որ նման բան է։ Ես չեմ սպառնում, բացարձակ ես նկատի ունեի, որ ես կլինեմ այդտեղ եւ արդեն չի լինի այն, ինչ ես ֆիքսել էի ուղիղ եթերով, ինչի նկարը ֆիքսած ես ունեմ, ինչի հետքերով գնացել էին, ես ասեցի, որ դա եղել է ուղիղ եթերով, ես ունեմ նույնիսկ նկարած այդ պահը, թե ոնց է վստահված անձը, ճիշտն ասած նոր եմ իմացել, որ ուժին է, Մայր Հայաստանի ասեցին, չեմ էլ ճանաչել, որ ուժին է, ես ընդամենը կամերայով տեսել եմ, որ վստահված անձը քվյա խցում է, խցի կողքն է, խցի մեջ է եւ դրա հետքերով եմ գնացել ու հենց դրա մասին են ասել, որ ես այստեղ եմ, այլևս ճակերտավոր սև կլինի նման գործողություններ տեղամասում։ Տիկին Խաչատրյան, տարաձայնությունների մասին քիչ առաջ հարցրեցի, նաև ձեր եւ արդեն իսկ ձեր թեկնածուի, էջմիածնում, որովհետեւ հոլովակ էր տարածվում, որտեղ Հարությունը Մկրտչյան նշում էր, որ երբ որ ինքը տրանսպորտի թանկացման դեմ էր պայքարում, Տիգրան Ավինյանի դեմ էր պայքարում, այդ ժամանակ որևէ մեկը չէր խոսում, բայց դուք տրանսպորտի թանկացման ժամանակ նշում էիք, որ դեռ ավելի շատ պետք է թանկանա։ Ես անկեղծ ասած չգիտեմ ինչ է ասել պարոն Մկրտչյանը, չեմ ֆիքսել այդ պահը, բայց ես նորից մեր տրանսպորտի թանկացում չի եղել, տրանսպորտի ցանցի բարելավում է եղել Երևանում եւ տրանսպորտի ցանցի բարելավմանը, ինչպես եւ քվեարկել եմ կողմ, շարունակում եմ պնդել մեր որոշումները ճիշտ։ Տիկին Խաչատրյան, եւ 1-2 այսպես ասած բարոյական կողմ պարունակող հարցերի պիտի խնդրեմ անդրադառնաք։ Դուք նորմալ եք համարում, որ ձեր թեկնածուն այսպես ասած ամենավատ բառերով խոսում է Մանվել Գրիգորյանի մասին, Մանվել Գրիգորյանի մարդու, ով եղել է Վազգեն Սարգսյանի ընկերը։
Մանվել Գրիգորյանի մասին ամենավատ բառերով չի խոսում տեխնացուն, Մանվել Գրիգորյանին քաղաքական գնահատականներ է տալիս մեր տեխնացուն, Վազգեն Սարգսյանի ընկերը հերոս Մանվել Գրիգորյան լինելը եւ պատերազմից հետո եղած Մանվել Գրիգորյանները տարբեր մարդիկ են։ Նազիկի մարդ Մանվելը եւ Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Մանվելը տարբեր մարդիկ են եղել։ Եվ ձեր տեխնացուն ասում էր, որ օրինակ եթե ինքը ընտրվի, կարտոնելու է հոգևոր հավաքը, որը Նիկոլ Փաշինյանն է այստեղ իրականացնելու, այսինքն հակաեկեղեցական արշավ ստացած բնորոշումը շարունակելու է։ Հակաեկեղեցական արշավ չկա, կոնկրետ անձերի շուրջ, հա, ոչ եկեղեցական պարտավոր պայմաններին ենթարկվող մարդկանց մասին է, ես ինքը սիրով կմասնակցեմ այդ հավաքին։ Տիկին Խաչատրյան, եւ դուք նաեւ նորմալ եք համարում գալ եւ էջմիածնեցիներից քվե ուզել նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը միութենական պետության կազմում չհայտնվի։ Սա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ է եւ ոչ թե համապետական բնույթ կրող։ Տեսեք, երբ առաջադրվում են տեխնացուները, վերջին առնվազն, եթե չեմ սխալվում, 10-ամյակում, հա, չեմ կարող ասել ինչքան ժամանակ է, առաջադրվում են քաղաքական կուսակցությունների անունով։ Հետևաբար ցանկացած մարզում լինող ընտրություն քաղաքական ընտրություն է, թե Երևանում, թե մարզերում, ոչ միայն տեղական ինքնակառավարման ընտրություններն, այլ նաև իրենց մեջ պարունակում են քաղաքական ընտրություններ, որովհետև քաղաքական կուսակցությունների անունով է առաջադրվում տեխնացուները։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք